Հարգելի հյուրեր, հարգելի դաստիարակներ, այսօրվա մեր պարապմունքը նախադպրոցականների կարողունակությունների զարգացմանը ուղղված ոչ միայն կրթական և ուսուցման նշանակություն ունի, այլ նաև փորձի փոխանակման։ Այդ պատճառով այսօր դուք հրավիրվել եք այս պարապմունքը դիտելու։ Խնդրում եմ ձեզ կատարել գրառումներ, նշումներ, դիտարկումներ արեք, որպեսզի հաջորդին միասին քննարկենք այդ պարապմունքի առավելությունները և բաց թողումները։ Երեխաներ, այսօր ես ուզում եմ ձեր հետ զրուցել, ուզում դուք զգուշակեք, ինչի մասին ենք այսօր մենք զրուցելու։ Միան նայենք այդ նկարին։ Ինչ եք տեսնում դուք։ Միան կարը։ Մոլորակ, այո, իսկ մոլորակը ինչպիսին է։ Տեսեք այդ հատվածում ինչպիսին է մոլորակը։ Իսկ այդ հատվածում այդտեղ կենդանիներ են, ծառեր են, ճիշտ է։ Իսկ ինչու է մոլորակը այդ վիճակում։ Շատ ապրեք երեխաներ։ Իսկ դուք ուզում եք, որ մեր մոլորակը այս տեսք ունենա։ Ոչ, ապրեք։ Այդ պատճառով այսօր մենք ուղևորվելու ենք առողջության մոլորակ։ Որպեսզի առողջ լինենք, առողջ մոլորակ ունենանք, մենք պետք է պահենք մաքուր մեր մոլորակը, մեր տունը, մեր բակը, պետք է առողջ սնվենք, ճիշտ է։ Այո, վարենք առողջ ապրելակերպ։ Դուք պետք է այսօր պատասխանեք իմ հարցերին, կատարեք մի քանի առաջադրանքներ, որպեսզի մենք փրկենք մեր մոլորակը և ունենանք այսպիսի գեղեցիկ կանաչապատ մոլորակ։ Լավ երեխաներ, ապրեք շատ։ Իսկ հիմա մենք կդիտենք մեր պարապմունքի թեմային համապատասխան մի հատ փոքրիկ հոլովակ, որպեսզի դուք ավելի լավ պատկերացում ունենաք այսօրվա մեր պարապմունքի մասին, թե ինչի մասին ենք այսօր մենք միասին զրուցելու։ Ուշադիր դիտենք հոլովակը։ Առողջ ապրելակերպ։ Մարդը պետք է իր կյանքի ընթացքում միշտ վարի առողջ ապրելակերպ։ Եվ այսպես պետք է քնել և արթնանալ ճիշտ ժամանակին և առավոտյան կատարել մարմնամարզություն։ Սնունդը շատ կարևոր է մարդու կենսագործունեության համար, ինչի հաշվին օրգանիզմը ստանում է սննդանյութեր։ Սնունդը պետք է լինի վիտամին, օրգանական նյութերով հարուստ, պարունակի շատ վիտամիններ, սպիտակուցներ և այլն։ Առողջ լինելու համար մարդը նաև պիտի հաճախ գտնվի ծծկով հարուստ վայրերում։ Շատ կարևոր է նաև զբաղվել սպորտով։ Ազատ ժամանակ կարդալ գրքեր կամ լսել հաճելի երաժշտություն։ Նաև պետք է պահպանի հիգիենան։ Ամեն օր պետք է ապահովի մաշկի և բերանի խոռոչի մաքրությունը։ Նաև ճիշտ ակնվի։ Կան նաև այդպիսի գործոններ, որոնք վնասակար են մարդու առողջության համար։ Այդպիսիք են արևի ճառագայթները, ոչ լիարժեք սնունդը, ծխախոտը, ոգելից և գազավորված ըմպելիքների շարաշարումը, եղունգների կծելու սովորությունը, համակարգչային խառնուրությունը և այլն։ Առողջությունը պահպանելու համար պետք է վարենք առողջ ապրելակերպ։ Եվ առողջ սննդի, որ ինչ պիտի ուտենք, Ատամելի ջան։ Ահա, հիմա երեխաներ պետք է ուտենք առողջ սնունդ, ճիշտ է, որպեսզի մենք առողջ լինենք։ Հիմա մենք կդիմավորենք մեր հյուրի։ Մեր հյուրը եկել է խոհանոցի և ձեզ համար բերել է առողջ և անառողջ սնունդ։ Հրավիրենք Մանեին, Մանե ջան։ Բոլորս միասին ինչպիսի ասենք ընկեր Մանեին։ Բարև ձեզ, ընկեր Մանե, բարև ձեզ։ Ընկեր Մանեն մեզ բերել է շատ համեղ ապուր և ինչ է բերել նաև։ Եվ բերել է նաև անառողջ սնունդ, ճիշտ է։ Ինչ գիտեք դուք առողջ և անառողջ սննդի մասին, ով կարող է ինձ ասել։ Առողջ սննդի մեջ կարող են լինել վիտամիններ։ Ճիշտ է, վիտամիններ, խնձոր, բանջարեղենի և մրգերի մեջ կան շատ վիտամիններ։
Ճիշտ է։ Էն ինչ կլինի, եթե մենք շատ քանակությամբ շատ քարավատով հյութեր ունենք։ Հիվանդանանք, էն ինչ կլինի, երեխաներ։ Դուրս կտա, ատամները կփչանա, ճիշտ է, երեխաներ։ Այո, իսկ դուք զգում եք ինչ համեղ բույր է տարածվել այստեղ։ Զգում եք այդ բույրը։ Իսկ ինչի բույր է, ով կասի։ Համեղ ապուրի բույրն է բանջարեղենով պատրաստած, ճիշտ է։ Հիմա ես ուզեմ լսեմ, ձեզ բարձրացնեն այն երեխաները, ով ընտրում է առողջ սնունդ, ով ընտրում է ապուրը։ Շատ ապրեք, ահա։ Ով է ընտրում կոլան և չիպսը և մնացած այլ բար առողջ սնունդը։ Ով է ընտրում չիպսը կոլան։ Ով։ Այո, պրեք դուք, ես ինչ լավ բալիկներ եք, ով ինձ կասի, ինչի չեք ընտրում ոչ մեկը։ Ինչի ոչ մեկը։ Որ առողջ լինեք, ապրեք դուք երեխաներ, ես ինչ խելացի բալիկներ եք, ասեք։ Ապրեք, էտա հիգենայի մասին էլ կզրուցեմ, եկեք։ Ահա, ինչի՞ց է փչանում ատամները, պատասխանի։ Կանգնի ու պատասխանի։ Օրինակ վատ ուտելիքների մեջ դուք ինչի նկատի ունես, որ ուտելիքներն են վատ։ Կոլա, ֆրին, այո, բուրգերը, ճիշտ, հոթդոգը, ահա, իսկ հիմա նշենք, այո, պիցան, հիմա նշենք վիտամիններով հարուստ առողջ սնունդ։ Շատ ապրեք, երեխաներ։ Հիմա ես ուզում եմ ձեզ մի փոքրիկ առաջադրանք տամ, այս ասեցիք, որ կոկա-կոլա ով ըմպի, իր ատամները կփչանա, ճիշտ է։ Այո, տեսեք, ես տխուր և ուրախ ատամիկներ։ Հիմա այստեղ կան առողջ և անառողջ սննդի փոքրիկ փաղլներ։ Եկեք հագցնենք համապատասխան ատամիկների վրա։ Ով է ցանկանում մոտենալ։ Հա, բոլորս էլ էտա հերթով կմոտենան։ Մոտեցիր։ Իսկ ինչու։ Ինչու ես այդտեղ փակցնում։ Արտահայտվիր։ Որ, ասա։ Բայց ես ուզում եմ արդյունայքի։ Առողջ սնունդ չի, ճիշտ է, ապրես, նստի, շատ ապրես։ Արի, ադա, հարություն ջան, արի։ Արի, արի, շատ ապրես։ Հենրի, արի։ Ալերգիա ունես չիպսից, թե սիրում ես չիպս։ Սիրում ես չիպս։ Մեծ շատ հազվադեպ կարելի է ուտել, բուրգեր, պիցա, շատ հազվադեպ երեխաներ։ Հաճախ պետք չի։ Նուտելան առողջ սնունդ է, թե անառողջ։ Անառողջ, ապրեք։ Միսը առողջ սնունդ է, թե անառողջ։ Առողջ սնունդ է։ Բանջարեղեն առողջ է, թե անառողջ սնունդ։ Առողջ սնունդ է։ Եվ ապուրը առողջ, ապրեք շատ ապրեք, եկեք դուք բոլորդ վաստակում եք աստղիկներ, դուք շատ լավ պատասխանեցիք բոլոր հարցերի, բոլորդ վաստակում եք աստղիկներ, ապրեք, շատ ապրեք։ Առողջությունը մեր կյանքի ամենագլխավոր արժեքն է, որպեսզի մենք առողջ լինենք, ոչ միայն պետք է առողջ սնունդ ուտենք, այլ նաև պահպանենք հիգիենայի կանոնները։ Ճիշտ է, երեխաներ։ Ապրեք դուք։ Ինչ գիտեք դուք հիգիենայի կանոնների պահպանման հետ կապված։ Շատ ապրեք։ Հաճախ լողանալ, հաճախ լվացնել, ատամները լվանալ,
հիգիենան պահպանել, այո, իսկ երբ պիտի մենք լվացվենք, բանկից երկուն ենք վերադառնում, ճիշտ է, հացուվելու, այո, առատ, շատ ապրեք, հիմա բոլորս կանգնեցին, բոլորս միացին, կատարում ենք պից դաթար, այո, կանգնեցին բոլորս միացին ասում են, լավ լվանանք մեր ձեռքերը, լավ լվացեք, լավ լվանանք մեր ձեռքերը, իսկ հետո է մեր երեսը, որ փայլեն աջուկները, աշիկները, չեն տալի թուշիկների, ապրեք շատ, երեխաներ, նստեցիք, շատ ապրեք, իսկ հիմա ես ձեզ տալու եմ մի շատ հետաքրքիր առաջադրանք, որ դուք տեսեմ կարողանում եք կատարել, թե որ այդ մենք ասեցինք, որ հիգիենայի ամենակարևոր պայմաններից նաև այն է, որ պետք է մենք լվանանք մեր ատամները, ճիշտ է, պետք է լվանանք, հիմա այդ մարդուկների ատամները շատ կեղտոտ են, ճիշտ է, մենք պետք է լվանանք, ինչով ենք լվանում մեր ատամները, խոզանակով, հիմա խոզանակի օգնությամբ մենք կօգնենք մեր մարդուկներին, որպեսզի իրենք լվանան իրենց ատամիկները, ճիշտ է, հիմա ես ձեզ կբաժանեմ այս մարդուկների պատկերները և խոզանակներ, որպեսզի տեսնեմ դուք կարողանում եք ճիշտ լվանալ ատամները։ Դուները չընտրեք, լավ, տարբերություն չկա։ Ես արժացեցի, ես Դες գծում ենք աշխատել, տեսնենք ով ամենագեղեցիկ հարություն, ինչ լավ մաքրեցիր, օգնեցիր մարդուշին, որպեսզի ինքը մաքուր ատամներ։ Տեսեք, դուք կարողացաք հաղթահարել բոլոր առաջադրանքները, այդ պատճառով դուք բացատրեցիք մոլորակից պոկված անձնական հիգիենայի մաքրության և առողջ սննդի վերաբերյալ հազրները, ով կգաղթացնի բոլոր խոզանակները կհավաքես, օգնեք ինձ հավաքես տալ, շատ ապրեք։ Դուք այդ առաջադրանքը կատարելու համար ևս վարձակեցիք ասմիկներ։ Անցնում ենք հաջորդ առաջադրանքին։ Եկեք զուշակեք ինչի մասին ենք խոսելու։ Երեխաներ, ով կասի, հիմա բոլորը դուր նստում ենք, ու լսում ենք հաջորդ առաջադրանքը։ Դուք տեսնում եք մեր խմբասենյակը մաքուր է։ Ինչպիսին է, պատմեք, ասեք։ Ինչպիսին է, ատաբալեք, ինչպիսին է, մաքուր, մաքուր, կոգիկ, գեղեցիկ, ոչինչ, բալը, շատ ապրեք։ Հիմա, ձեր դիմաց ես դնում եմ թղթիկներ, ասես գիտակ թղթիկներ, ճիշտ է։ Ապրեք։ Հիմա ես կանգնում եմ ձեզ մեջքով, դուք վերցնում եք այդ թուղթը, ճմրթում եք և քչում եք։
Արսենյանը։ Ճիշտ է, դուք կեղտոտեցիք։ Ճիշտ է։ Երբ որ դուք դուրս եք գալիս բակ, կամ գնում եք քաղաքից դուրս, տեսնում եք, ինչ եք տեսնում։ Տեսնում եմ օրինակ, որ նստում եք նա, տեսնում եք տեսել եմ, որ մեկ կասերի մեջ ինչ-որ մի բան։ Մարդիկ, այո, մարդիկ գալիս են, իրենց հանգստյան ժամանակը անց են կացնում և վերջում այդ աղբը թողնում են բնության գրկում և գնում են, ճիշտ է երեխաներ, այսպես կարելի է անել։ Մենք պետք է միշտ հավաքենք մեր հետևից, Էն ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք մաքուր մոլորակ, մաքուր շրջապատ, մաքուր ծառերը ջրել, ապրել շատ, ինչ պետք է։ Այո, ապրել և լցնում ենք համապատասխան արպանքի մեջ, ճիշտ է, ապրել շատ, ապրել։ Ինչ հասկացանք մենք երեխաներ, որ պետք է ինչպես մեր տունը, այնպես էլ մեր բնությունը պահպանենք մաքուր, ճիշտ է։ Իսկ ով է հիշում մաքրության մասին մի հատ փոքրիկ բանաստեղծություն էիք սովորել դուք։ Դու հիշում ես այսօր ուրիշ է, հիշում ես Մարինե, կասեք Մարինե ջան, կօգնեք Մարինեին, երեխաներ։ Ասեք, այսօր ուրիշ է։ Շատ երեխաներ, այդ դուք մաքրում եք, օգնում եք ձեր մայրիկին, շատ ապրեք երեխաներ, ես գիտեմ նաև, որ դուք գիտեք, որ աղբը տեսակավորում են, ճիշտ է։ Այո, օրինակ այդ արպանքի մեջ ինչպիսի շիշ է, պլաստմասե իրեր գտնել, ապակի, ճիշտ է, այստեղ Ալումինե երկաթը ճիշտ է, այստեղ խումբ են գծում, իսկ այստեղ այո, հիմա այս խումբը իրենց աթոռներով տեղափոխվում են այս սեղանի շուրջ, որպեսզի կատարեն առաջադեմ, նույնն են այս խմբի երեխաները, աթոռներով մոտեցեք այս սեղանի մոտ, դեպքով դեպի սեղանը, յուրաքանչյուր սեղանին կդնեմ այս փոքրիկ քարտերը և դուք կտեսակավորեք աղբը, թե որ պատկերը, որ աղբամանի մեջ պետք է գցենք, լավ? Այո։ Շատ ապրեք, խմբային աշխատանք է, մեկը մյուսին պետք է օգնի, որպեսզի ճիշտ տեսակավորեք աղբը։ Տեսակավորեք, օգնեք միմյանց, երեխեք, օգնեք։
Շատ ապրեք երեխաներ, դուք կարողացաք նաև այս առաջադրանքը հաղթահարել։ Եկեք ստուգենք տեսնենք, դուք ճիշտ եք տեսակավորել արկը։ Այո, ճիշտ է, չէ՞, մրգերը, մրգային թափոնը այստեղ են գտել, շատ ճիշտ է։ Շատ ապրեք երեխաներ, դուք կարողացաք հաղթահարել նաև այս փորձությունը։ Երեխաներ, դուք կարողացաք կատարել բոլոր առաջադրանքները։ Արեգ ջան, ամբողջացրա մեր մոլորակը։ Հիմա ամփոփելով մեր այսօրվա պարապմունքը, ես ձեզ կասեմ, ես ձեր սխալ մտքերի ստուգում կկատարեմ։ Ես ձեզ կասեմ նախադասություններ, դուք ինձ կասեք, դա ճիշտ է, թե սխալ։ Կոկա-կոլան շատ օգտակար է։ Ծառերը պետք է կտրենք։ Մեր տունը եւ բակը պետք է մաքուր պահենք։ Պետք է ուտենք շատ բանջարեղեն։ Շատ ապրենք։ Պետք է աղբը նետենք բնության գրկում։ Պետք է նետել աղբը։ Շատ ապրեք երեխաներ։ Ձեզ դուր եկավ այսօրվա պարապմունքը։ Այո։ Իսկ ով կասի, դուք այսօր ձեր հետ ինչ կտանեք։ Ինչ տան, այս պարապմունքից դուք ինչ հասկացաք։ Պետք է մաքուր պահել մեր բնությունը։ Ապրես հարություն, էլի ջադան դու ասա։ Պետք է ծառերը ջրել։ Ապրի Պետք է հավաքել աղբը։ Շատ ապրես։ Դուք բոլորդ բացակեցիք հավասարաչափ աստղիկներ, ճիշտ է, որովհետև դուք բոլորդ շատ ակտիվ էիք մասնակցում այս պարապմունքին։ Ինչպես կգնահատեք այս պարապմունքը ձեզ դուր եկա։ Այո, բոլորից գնահատեք, բուդմատիկ, շատ ապրեք։ Շնորհակալություն, ստեղծություն։ Ապրեք շատ։